Բարև ձեզ Տիկին Լուսիա, Բարև մենք այսօր այստեղ ենք նոր ձևաչափով ձեզ հետ միասին, որտեղ դուք կպատասխանեք ավելի շատ ձայներ հավաքած ձեր դիտորդների խնդրանքներին, ինչ-ինչ թեմաների հետ կապված։ Այսօրվա ձեր թեման, որ խնդրել ենք ձեզ պատրաստել նրանց անունից, հոր կշիռը, հոր դերը եւ առհասարակ հայր բառը, ինչից է առաջացել եւ խոսենք հոր մասին։ Այո, շնորհակալ եմ հարցի համար, այո, իրոք մամայի մասին խոսել եմ արդեն, հիմա կխոսեմ հոր մասին, հետո կխոսեմ ձեր պապիկի մասին, աղանդ պապիկի, մի քիչ նոր տարին մոտերը, նոր արդեն կասեմ ու հայկականի, մեր հայկական աղանդ պապին է, ձեր պապին է, Կարլսոնն է, այսպես ասած, էլի նորից հայր կերպարել է տղամարդը, որը որ հետաքրքիր է ու ամեն անգամ նման ծնող հայր կին տղամարդ հարաբերություններից եւ խոսակցություն ա գնում, ամեն անգամ ուզում եմ ակնարկել ու այնքան կուզենա, որ այ մեր կրթության նախարարությունում մարդու ինստիտուտ բացեին, որպեսի մարդիկ իմանան մարդն իրանից ինչա ներկայացնում, հայրն ով է, մայրն ով է, ու շատ կուզենայի, որ ԶԱԳՍ-ում ոչ թե միայն գնային պեչատները, կնիկները խփեն, որ ամուսիններ են օրինական համարում, այնտեղ լիներ նաև հոգեբան, լիներ լուրջ հոգեբան, բայց ոչ 25-30 տարեկան, լուրջ տարիքի հոգեբան, որ գիտե ընտանիքի եւ ամուսնությունը կին տղամարդ ինչա ու բացատրեր, որպեսզի զույգերը ճիշտ ապրեն, նաև սեռական հարցերը, սեքսուալ հարցերը, գիրքը, սեքսը, ամեն ինչը, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն, կինը հասկանա, աղջիկ օրիորդը, կինը հասկանա, ինչ բան է տղամարդն ով է, հետո հայրը ով է, նույն էլ տղամարդը որպես կին, որպես մայր, որպես ծնող իր կողակցին իմանա դա։ Դրա համար ես քանի որ իմ աշխատանքն էլ այնպեսին է, որ ընտրել եմ աստրոպսիխոլոգիա, աստրոհոգեբանություն, որ հենց հիմնական ընտանիքին է վերաբերվում։ Դրա համար առանձնացրեցի մեկ անգամ մայր մասին, մայրը ով է, մայր Աստված, մայր Աթոռ, մայր Հայաստան, հենց այնպես չի մայր բառը, եւ հիմա էլ հայր Աստված, հայր փրկիչ, հայր ամենակարող, հայ ամենակալ, ու այստեղ էլ մի փոքրիկ օրինակը բերեմ, տեսեք, երեխեն որ ծնվում է փոքր հասակի, որ արդեն պապայի հոր ուսերին է լինում, ինքը իր ներքին ենթագիտակցության մեջ այնքան վստահ է իր հոր վրա, որ պապան երեխային թռցնում է, երեխան չի վախենում, որ պետք է ընկնի, որտեւ այդ բոլոր երեխաները ուրախանում են, ծիծաղում են, մի կչկչոցով, մենենց են ծիծաղում ուրախանում, որ պապան իրանց թռցնում է, լաց չեն լինում, որովհետև ենթագիտակցության մեջ իրենք վստահ են իր հոր վրա, որ իր հերն իրան անպայման կբռնի։ Էդ էլ խորի իմաստ ունի, ինչ են այդպես թռցնում։ Մամաներ երեխաներին չեն թռցնում, պապաներն են թռցնում։ Պապաներն են վազում երեխեքը իր հետևից։ Հայր կերպարը շատ կարևոր է աշխարհում եւ հոր սիմվոլը, այսպես ասենք, կնոջը հղիացնելն է, որ սերունդ կա այս աշխարհ, նու համարվում է գործարանի արտադրությունը մայրն է, կինն է, արտադրանքը հայրն է, կինը կոչվում է գործարանի արտադրություն, որը որ պտուղն է, ծավալուն է թեման, ու շատ հետաքրքիր ու շատ խոր ու երկար, ես չեմ կարողանում ամեն ինչ հիշեմ ու ամեն ինչը, ամեն մի նախադասություն, ամեն մի բառը իմաստ ու խորհուրդ է պարունակում, ես այդքան չեմ կարող հիշել, ես արդեն ասել եմ, որ իմ վիճակից ելնելով այդքան չեմ կարողանում հիշեմ, դրա համար գրում եմ ու ես ինքս եմ գրել ու մանրակրկիտ ես կկարդամ, որպեսզի հետո իր բացատրությունները իհարկե կունենամ։ Հայրը ով է, հայր իրանից ինչ է ներկայացնում, ով է հայր, հենց այսպես վերնագիրը դրել եմ։ Կյանքի հայր։ Համընդհանուր տերմին չի այդ հայրը, այլ փոխաբերական արտահայտություն է, որը կարող է վերաբերվել տարբեր հասկացողությունների։ Աստված հայր։ Կրոնական համատեքստում է Աստված հայր, կենսաբանական հայր կամ տղամարդ, որը կարող է հոգատար եւ աջակից ծնող լինել,
դեպի իր երեխայի կյանքին։ Կախված համատեքստից այն կարող է լինել հայր որպես գերագույն էակ, հայր որպես կենսաբանական ծնող կամ հայր որպես խորհրդատու եւ օրինակելի։ Երեխեքը շատ են չասում պապաս, հորս արև, մամա արև շատ քչերն են ասում։ Ես իմ երիտասարդ տարիներին հիշում եմ, որ մի տղան հատկապես, որ ասում էր մորս արև, ասում ես ղզիկա։ Իսկ ով ասում է պապայիս արև, պապաս կգա կասեմ, իմ պապան ամենաուժեղն է, ուզում եմ պապայիս նման լինեմ։ Աստված հայրը գերագույն էակ է, ամեն ինչի ստեղծողը ու պահպանողը։ Հայրը այն մարդն է, ով կենսաբանորեն երեխա է հղիացրել, այո։ Հայրը դեր է, որը ներառում է երեխայի խնամքը, աջակցությունը, դաստիարակությունը, հատկապես 7-ից 12-14 տարեկան, երբ հասունանում է եւ աղջիկ եւ տղա, աղջիկն արդեն դառնում է օրիորդ, հայրը դաստիարակողն է համարվում։ Դրա համար այդ տարիքի երբ ընտանիքներում անախորժությունները զույգերի միջև լինում, շատ անգամ եմ ասել, մի հեռացեք իրարից, ամուսիններ, մամա, պապա, մի բաժանվեք, մի ամուսնալուծվեք, որ այդ տարիքի դուք երեխաներ ունեք, որտեղ հոր կարիքը շատ կարևոր է։ Եվ այն աղջիկ երեխան, որ իր պապայի կերպար իր տան մեջ չի տեսնում, իրանից չի տեսնում այն հայրը, ամուսինները ինչպես են իրար հետ կլինեն, բայց հայրը շատ կարևոր է երեխայի համար, հետագայի ճակատագրի աղջկա։ Եթե աղջիկը դա չի տեսնում իր հորից, ինչը որ իրականում հայր կերպարն է, իրանից մեծ տղամարդու հետ ամուսնանում ու շտապողականությունից սխալ ընտրություն անում, որպեսզի այդ տղամարդու մեջ հոր կերպարը տեսնի։ Տղան էլ մամաների կերպարն է այդպես լինում, բայց հիմնականը հիմա որ հորից ենք խոսում, հոր համար ասենք։ Հայրը դերը, որ ներառում է էներգիայի խնամքը, երեխայի խնամքը, աջակցությունը, դաստիարակությունը, ինչը նպաստում է նրա անհատականությանը եւ ինքնա զարգացմանը եւ ձևավորմանը։ Ռուսների մոտ օրինակ հայրին ասում են բայցկո, տեսեք բայցկո, ոնց որ ինչպես եղբորն էլ ասում են բրատ, եղբորը բրատ, լինում է նաեւ պապաներին էլ են այդպես ասում, բայց ես ասեմ, քանի որ ռայոն էի ամուսնացել, ինձ քյավար բանը չանեմ, չթաքցնեմ էլ դա, շատերն էլ գիտեն, այնտեղ եթե պապան իր երեխուն տղային շատ սիրում, ասում է խերես, պապան իր երեխուն ասում է խերես, հա խեր ջան, հա խերես արիստեղ, հերս արինդեղ։ Մեր շրջաններում հոր կերպարը գյուղերում շատ պահպանված է ու դա ճիշտ է։ Տղամարդու հարգանքը շատ կարևոր է տան մեջ։ Տղամարդը երբ ներս է մտնում, իմ ամուսինն էլ շատ անգամ ասում, երբ տղամարդը ներս է մտնում, կինը պետք է չես տա։ Հիմա կասեն, ինչ ստատիստական բաները։ Ճիշտը դա էր, որտեղ կար հարգանք։ Այն ժամանակ էլ հայյանք եղել, կռիվ եղել, իրար չեն հասկացել, բայց հարգանքն եղել է։ Տղամարդու հանդեպ, որտեղ տան գլխավորն է, տղամարդու հանդեպ միշտ հարգանք եղել է, ու այդ երեխեքը միշտ դաստիարակված են, տղաներ կան, որ հոր մոտ չեն ծախել, ու ինչ որ հարցեր, որ եղել է, միշտ մամայի հետ են կիսել, որ մաման պապային ասի, բայց ափսոս, հիմա տղամարդը շատ է թուլացել, շուռ է եկել, կինը բարձացել ավելի եւ տղամարդը իջել է, այդ լավ չի։ Դրա համար բաժանությունները շատ է գալիս, այսքան այն պրակտիկան, այդքան փորձությունները, այս դիմողներ, ինչքան որ ես հիմա շրջապատը տեսնում եմ, արդեն հանգում եմ նրան, որ կնոջ էլ տղամարդ հարկավոր չի։ Արհեստական բեղմնավորում, արհեստական ծննդաբերություն այդ կեսարանը, ամեն ինչ արհեստական գնում է, տղամարդու կերպարը կորում է, հայրը կորում է, հոր կերպարը, ու հավատքը դրա հետ մեկտեղ էլի կորում է, ու գնալով շատ է դա կորում, այդ շատ վատ է, հոր կերպարը, բոլորս Աստծու անուն տալիս են, աղոթքներն էլ հասանելի չեն, չնածածված, միշտ լսում է բոլորին, միշտ, որտեղ մենք շնչով ենք եկել այս աշխարհ, դա էլ թթվածին է ու հոր փչացն է, Աստծո փչացն է այդ թթվածինը։
Ընտանեկան շրջանում հայրը այն տղամարդն է, ով երեխային տալիս է իր գենետիկական կոդի կեսը։ Օրենքով հայրը կարող է չլինել երեխայի բիոլոգիական հայրը, օրինակ հայրը այն տղամարդն է, ով օրենքը ընդունում է որպես երեխայի հայր։ Ինչպես խնամել, ով է երեխայի կենսաբանական հայրը, Տենկայի Արյան անալիզով։ Աշխարհում եղել է ամենից ծեր հայրը, ավստրալացի Les Collin է եղել, որ գրվել է Գինեսի գրքում։ Իր 9-րդ երեխան ծնվել է, երբ Լեսը եղել է 92 տարեկան 10 ամսական։ 92 տարեկան նա դառել է հայր, 9-րդ երեխան է ունեցել։ 92 տարեկան 10 ամսական։ Ադամն էլ հայր էր, դրախտի, արգելված, պտուղի, կերան Եվայի հետ և դրախտից լքվեցին, արտաքսվեցին։ Հունարեն հայրը նշանակում է պապ, գեգ կամ հոր հեր։ Իսկական հայրությունը բնույթով հոգևոր է, հետևաբար, երբ Հիսուսն ասում է երկրի վրա, ոչ մեկին ձեր հայրը մի կոչեք, որովհետև մեկ հայր ունենք։ Երկուսում նա ընդգրկում է, որ ամբողջ իրական հայրությունը գտնվում է հոր և Աստծու մեջ և ամբողջ մարդկային հարությունը միայն աստվածային իմուտացիան է։ Տեսեք, օրինակ, շատ անգամ ժողովուրդը երդում է տալիս, չէ, հորս արև, մամայիս արև ինչ-որ մի բան։ Մեկին թեկուզ երեխեքի արևով են երդվում, այդ երդվելը շատ սխալ է։ Այսպես կասում է, հորս արև, վերևից գալիս է խոսքը, ումով ես երդվում, որ դա քոնը չի։ Դու ումով ես երդվում, որ դա քոնը չի։ Մի երդվեք, հատկապես հորս արևը մի ասեք։ Արևը դա կյանքն է։ Աստրոլոգիայով արևը կյանքն է ու կամքն է։ Հիմա դու երդվում ես, ու երդումը տալիս ես, որտեղ դա խոստում է նաև նշանակում, եթե մարդ իր խոստումը չի կատարում, ինք ունենում է էներգիայի կորուստ, իմունիտետը ընկնում է ու խնդիրներ է լինում։ Դու դառնում ես սուտասան տիրոջ առաջ, հոր առաջ, ոչ թե իմ առաջ։ Ինչ կարած խաբես, ինչքան ուզում եք իրար խաբեք, բայց վերևից ոչինչ չի վրիպում, չէ որ գրվում է Աստծու դեմ գաղտնիքներ չկան։ Դու կարաս մտքում խաբես, բայց տիրոջը դու չես կարող խաբել, դու հորդ չես կարող խաբել։ Եվ հայոյանքի մեջ հայր են հայոյում, մայր են հայացում։ Ես քո տիրոջը, ես քո Տերը, Տերը ով է։ Ով է քո Տերը։ Տեր Աստվածն է, ու դու հայում ես տիրոջը։ Հետո ասում են, ինչու մեր աղոթքները տեղ չի հասնում։ Ցանկացած տղամարդ կարող է հայր դառնալ։ Հայր դառնալու համար անհրաժեշտ է հատուկ մարդ։ Տեսեք, հայր դառնալու համար անհրաժեշտ է հատուկ մարդ։ Հայրը չի ասում, որ սիրում է քեզ, այլ ցույց է տալիս։ Այո, պապաները տղամարդիկ իրաց կանացել այդքան չեն ասում, իրանց երեխաներին էլ չեն ասում, այլ իր վերաբերմունքով ցույց է տալիս։ Շատ կան ընտանիքներ, բայց հիմա այդքան էլ չեմ նկատում, երեխաները կարոտով սպասում են, թե երբ հայրը ներս գալու։ Ու պարտադե չի հայրը ինչ-որ մի բան բերի, բայց ինչքան լավ է, որ սպասում են պապան հիմա տուն կգա, ինչ-որ մի բան կբերի, հիմա պապան կգա, ուրախությունից վազում են, գնում են ընդառաջ, բայց կան նաև հայրեր շատ արհամարհական են ներս մտնում, գալիս ու ասում են են սենյակ, я հաց կուտեն, я չեն ուտի, երեխեքը կարոտով սպասում են ու շատ սառն են լինում։ Ինքան վատ է դա հետո երեխայի հոգեբանության վրա շատ է ազդում։ Հայրը նա է, ով բռնում է քեզ։ Երբ դու ընկնում ես, նա օգնում է քեզ չընկնել, այլ վեր կենալ։ Դա ֆիզիկական չի, բայց ֆիզիկականով էլ նայեք։ Հայրը խարիսկ չէ, որ մեզ պահում է ներքև, ոչ էլ առագաստ, որ մեզ քաշում է այլ լույսը, որը մեզ ցույց է տալիս ճանապարհը։ Հարուստ մարդը նա է, որ երեխաները վազում են նրա գիրկը։ Այո։ Երբ նրա գիրկը դատարկ է,
Հոր արդյունքներն ու վախերը անտեսանելի են, նրա սերը անտեսանելի է, բայց նրա խնամքն ու պաշտպանությունը մեզ հետ են մնում մեր ողջ կյանքի ընթացքում։ Մեր ով դառնալը կախված է նրանից, թե ինչ են մեզ սովորեցնում։ Տղամարդ հայրը դառնալով իրեն է բացահայտում։ Երբ տղամարդը հայր է դառնում, արդեն բացահայտում ինք իրոք տղամարդ է, թե ոչ։ Հա, էլի օգնի դու քո կնոջը, էլի օգնի, բայց մի արա այն բաները, ինչը որ կնոջն է, հենց տղամարդ կերպարը տեղ կորում է։ Կանանց դու հաճելի է, որ տղամարդ ամուսին իրեն օգնում է, կարա պամպերս փոխի, կարա աման լվա, կարա փոշի մաքրի, բակին ինչ անի։ Իրոք կորում է տղամարդ կերպարը, այն ասպետական տղամարդ կերպարը, որ եղել է մեր հենց հայկական այդ ամբողջ արյան մեջ, մեր արյունն է, արևն է, այդ երակների մեջ արևն է, ամբողջ այդ էներգիան է, հոր հիմա նայում ես տղամարդիկ, տղաները մարմիններ ուսեր առաջ եկած, կրացած, այն երիտասարդներն են գեղեցիկ մարմին անում են, այդ էլ սպորտ դալիճը ցալենեմ, բայց տղամարդ չէ, այնքան թույլ են իրանք, այնքան թույլ են, շատ թույլ են, այդ մարմնի ծերևում արդեն իրոք ինքը տղամարդ կերպարա, թե ոչ։ Ժողովուրդ որ մի քիչ խորը մտածեք, հասկանաք, դրա համար եմ շատ եմ հաղորդումներիս մեջ ասել, պատմությունն ուսումնասիրեք։ Ձեր ալբոմները նայեք սև ու սպիտակ, որը որ չկա հիմա, չգիտեմ որտեղ մամաները պահել են այդ ալբոմները սև ու սպիտակ, տատիկների, պապիկների, ծնողների, որ տեսեք ինչ տղամարդը ինչպեսին է եղել։ Ու ամեն նկար նայելուց ձեր ծնողները կարան պատմեն իրենց անցյալը ինչպեսին է եղել, որ պապան ներս է մտել ինչպեսին է եղել, որ մայրը ինչպես է իրան պահել, կինը ինչպես է պահել, երեխան ինչպես է պահել, երբ տղամարդ կերպարը ներս է մտել։ Հիմա ուշադրություն չեն դարձնում, պատասխան են տալի։ Սխալ բան է պատասխան տալի։ Այն հայրիկ ֆիլմը կար, որ Ֆրունզիկը խաղում էր, գոռում էր ներքեց, հայրիկ, ինչքան խորն է այդ հայրիկ բան։ Հուզիչ բաներ է շատ լինում։ Տեսեք ինչ կինը երբ իր ամուսնուն կողակցին կորցնում է, ինքը անտերանում է։ Բայց այդ պապային է կորցնում, որբանում է։ Ծնողին հորը, մորը, հատկապես հորը, երբ կորցնում է, որբանում է։ Մեջքն է, թիկունքն է տղամարդը համարվում կնոջ համար եւ ընտանիքով։ Եվ վերջնական, մի քիչ կարճ այսօր եղավ թեման, որտեղ հուզիչ է շատ, ես շատ կուզենայի, որ յուրաքանչյուր ընտանիքում տղամարդ կերպարը գնահատվեր, հոր կերպարը շատ բարձրացնեն, հայրը կարևոր է, երեխան ծնվում է, հիվանդանոցում հայրը երկինք է թռնում, մի ծախսեր անում, մի ուրախություն, մի խմում, որտեղ ինքը պապայ է դառել, ինքը հայր է դառել, ես պապայ եմ, ես տղա ունեմ, ես աղջիկ ունեմ, գիտեք այդ ինչ ավելի շատ է ուրախանում, քան մայրը։ Ավելի շատ է հայրը ուրախանում, քան մայրը։ Տեսեք, ինչքան հայր հիվանդանոց այնտեղ պատուանը տակը սպասում է, թե երբ իր բալիկը գալի է աշխարհ, որ ինքը դառնա հայր։ Ու ցնծության մեջ է, ամեն ինչում զարմանքով նայում է, զարմանքով այդ երեխային նայում, այնքան նուրբ է մոտենա։ Գնահատեք ձեր ամուսիններին, գնահատեք ձեր ամուսինները, ինչպիսին էլ իրանք լինեն, որպեսզի ձեր երեխաները հարգեն ու գնահատեն իրանց պապաներին հոր կերպարը։ Ու մամաներ, կանայք, դուք միշտ ցույց տվեք, որ եւ միշտ պատմեք, որ դուք լավ հայր եք ունեցել։ Ինչպիսին էլ ուզում այլ հարբեցող կլինի, հայոյող կլինի, ինչպեսին կլինի, տղամարդուն բարձրացրեք, որտեղ տղամարդը երբ իրան խմիչքի է տալի, դա իր թուլությունից է։ Երբ տղամարդը իրեն հայոյում է, ձերքա բարձրացնում կնոջ վրա, դա իր թուլությունից է։ Կինը տեղ ավելի, ընդհանրապես կինը բնության մեջ ուժեղ կերպար է համարվում, որտեղ ինչը որ կինը կարող անի, տղամարդը դա չի կարող անի։ Դա երեխա ունենալն է, այդ ցավն է։ Գնահատեք ձեր տղամարդկանց,
որ ձեր երեխաները իրար պապաներին գնահատեն ու ինչքան էլ սխալ լինի, ինչքան էլ ամուսին էլ դուք իրար հետ վիճեք, աշխատեք ձեր երեխաների մոտ, հատկապես տղա երեխա եթե ունեք, պապային երբեք չէժանացնեք, չցածրացնեք, չնեսեմացրեք, ասեք քո պապան է ոչինչ, գնա պապայի հետ խոսի, գնա պապային հարցրու։ Գնահատեք ձեր տղամարդկանց, որպես առողջ լինեն, որտեղ եթե մեր ընտանիքում տղամարդիկ պինդ եղան, իրոք տղամարդ եղան, մեր Հայաստանի վիճակը լավ կլինի։ Հայր, մայր, մայր Հայաստան, հայր երկիր, հայ Աստված, եւ հայրը մեր երկիրը կպահի, բարձրացրեք տղամարդուն կերպար, որտեղ ինքը գլուխն է, ինքը սյունն է, եւ մայրն է, որ մեր ընտանիքն է, որ երեխա բերող է, զավակ բերող է, սիրող է, մայրը սեր է տալիս, պապան դաստիարակություն, առողջ ապրեք։ Տիկին Լուսիա, շնորհակալություն ձեզ այսօրվա ձեր ելույթի, ձեր պատրաստած նյութի համար եւ ուզում եմ մեր հետևորդներին տեղեկացնել, որ եթե կունենան ինչ որ թեմա, որ կուզենան, որպեսզի դուք արծարծեք, բարձրացնեք, խոսեք այդ թեմայով, կարող են գրել մեկնաբանություններ բաժնում։ Շնորհակալություն, հաջողություն։ Ես էլ շնորհակալ եմ։